Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Այսօր սիրելի հավատացյալներ, Սուրբ Հոգվո Քալստյան դոնն է, որուն համար ինչպես քիչ առաջ մեր աղոթքի բարերը հուշեցին, փառք կուտանք Աստուծո, որ իր Սուրբ Հոգին ղրգեց իր առաքյալներուն եւ իր առաքյալներուն ջամփով հաստատեց եկեղեցին եւ այսօր գշարունակե Սուրբ Հոգին առաջնորդել մեզ յուրաքանչյուրը։ Փառք կուտանք Աստուծո, ոչ թե որովհետև միայն Սուրբ Հոգին ղրգեց, այլ որովհետև այդ Սուրբ Հոգին մեր սրտերում մեջ բնագիչ դարձուց, ոչ թե միայն ղրգեց, այլ շնորհ կրավ մեզ յուրաքանչյուրին, որ մեր սիրտերը բնագարան դառնան Աստուծո Սուրբ Հոգիին եւ բոլորս ստանանք Սուրբ Հոգվո ներկայությունը։ Մենք բոլորս մեր հավատքին համաձայն, սիրելի հավատացյալներ, Սուրբ Հոգին կստանանք Սուրբ մգրտության ժամանակ, երբ Սուրբ Միրոնով գթրոշմվին մեր մարմնի զանազան մասերը։ Սակայն Սուրբ Հոգին չդրդմեցնելը, գենթանի բահելը, մեր կյանքի մեջ ներկայության բահելը, անիգա գմնա մեր բարդականությունը։ Աստված շնորհք ըրավ մեզի եւ տվավ իր Սուրբ Հոգին, բայց միաժամանակ մեզի հրավիրեց, որ այդ Սուրբ Հոգին չդրդմեցնենք, ինչպես որ Աստվածաշունչը գխոսի Սուրբ Հոգին մասին, որ գդրդմի եւ լուր կմնա, երբ մեր կյանքին մեջ կործենք այն կործերը, գադարենք այն որոշումները, որ հորը գամքին հագարակ են։ Ով է Սուրբ Հոգին։ Այսօր նաև գուզեմ բարձ բարերով խոսիլ եւ ասել, ով է Սուրբ Հոգին։ Մեզ մեջ շատեր գիտեն, որ Սուրբ Հոգի մգա, բայց այդ Սուրբ Հոգին ով եւ ինչը լալը հավանաբար ոմանց համար ծանոթ չէ։ Մենք քրիստոնյաներս մեկ Աստված ունենք, որ ստեղծեց ամեն բան։ Բայց այդ Աստվածը մարդկության պատմության երևեցավ եւ հայտնվեցավ երեք դարբեր թեմքերով։ Այդ թեմքերը թեև դարբեր են, բայց իրար մե անբաժան։ Այդ երեք թեմքերը խորքին մեջ թեև երեք են, բայց գմնան մեկ, ունին նույն գամքը, նույն իշխանությունը, նույն զորությունը, գվայել են նույն փառքը եւ նույն բադիվը։ Այդ թեմքերն են Հայրն Աստվածը, Որդին Աստվածը եւ Սուրբ Հոգին Աստվածը։ Ուրեմն Սուրբ Հոգին երրորդության եւ մեկ Աստվածության թեմքերն մեկն է, որուն համար գսենք նույն քոյությունը ունի, համակոյագից է Հորը եւ Որդին։ Համակոյագից կնշանակե նույն ժամանակեն քոյություն ուներ։ Այսինքն ասել գուզենք, որ Սուրբ Հոգին վերջը չէ ստեղծված, վերջը չէ ելած Աստուծո, այլ Աստուծո հետ միաժամանակ քոյություն ուներ սկիզբեն։ Եվ այս իրականությունը բոլորդ հավանաբար լսած եք, եւ ամեն գիրագի մենք Սուրբ Բադարակի ընթացքին գգրկնենք հավատամքեն վերջ, երբ Սարգսակը գսե, իսկ որք ասեն, երբեմն հորժամ ոչ էր Որդին, գամ երբեմն հորժամ ոչ էր Սուրբ Հոգին, թե հոչեից եղեն, գամ հայլմե յուտենե ասեն լինել Զորթին Աստուծո եւ գամ Սուրբ Հոգին, զայնպիսին սնզովե առաքելական Սուրբ եկեղեցի։ Այսինքն, բոլոր անոնք, որոնք կսեն, որ Սուրբ Հոգին
ժամանակ մգար, որ քոյություն չուներ, գամ ուրիշ քոյություն է եկած է եւ Աստուծո մե դարբեր է այնպիսիները մենք արաքելական Սուրբ Եկեղեցին գնզովենք չենք ընդունիր։ Այս բոլոր բաները գսեմ մեկ բան ասելու. Սուրբ Հոգին գադարյալ Աստված է, ոչ հետո եկած Աստուծո մե, ոչ գրծեր, եւ որքան որդին որդի է, նույնքան ալ հայրը հայր է, նույնքան ալ Սուրբ Հոգին հոգի է։ Եվ այս մեկը գսեմ շեշտելու համար Սուրբ Հոգին կարևորությունը մեզ մե յուրաքանչյուրիս կյանքին մեջ։ Բոս արաքյալ իր նամակներուն մեջ գխոսի եւ գսե Աստուծո ճշմարիտ որդիները անոնք են, որ Սուրբ Հոգիով գարաչնորթվին։ Եվ Սուրբ Հոգին առաջնորդությունը ինչպես քիչ առաջ ըսի Աստուծո գամքին հնազանդությունն է։ Չարեն հերու մնալն է, խուսափիլն է, որովհետեւ այդ Սուրբ Հոգին չդրդմի եւ մեր կյանքին մեջ ինք առաջնորդ է մեզ։ Այսօր Սուրբ Հոգին դոնն է սիրելի հավատացյալներ, որովհետև ինչպես բادرակի սկիզբը լսեցիք, Սուրբ Հոգին այսօր աշակերտներուն վրա հանգչեցավ։ Եվ միայն այդքան չէ, այդ հանգչելով նաև Սուրբ Հոգին եկեղեցվո կյանքին սկիզբը տվավ։ Ուրեմն Հիսուսի հարութենեն 50 օր ետք, երբ առաքյալները Հիսուս Քրիստոսեն թելադրված Երուսաղեմ քաղաքին մեջ էին, վերնադան մեջ, գսպասեին Հիսուսեն իրենց դրված խոստումիմը։ Հիսուս ասավ, կացեք, հոնը սպասեցեք, մինչև որ ցեզի խոստացված մխիթարի չղրգեմ։ Մինչ այդ, նույն այդ Երուսաղեմի մեջ հազարավոր ուխտավորներ եւ հրյա ժողովուրդներ ներկայեր, դարբեր ասկությունները։ Գործկարակելոցին մեջ կգարտանք, որ դարբեր երկիրները ժամանած հրյաներ Երուսաղեմ եկած էին, որովհետև իրենց համար երկու դոներ կային։ Առաջինը գսեն մասնակետները Փերքի օրհնության իրենց դոնն էր, գուքային Աստուծո շնորհակալություն հայտնելու դարվան ընթացքին եւ աղոթելու հաջորդող դարվան ընթացքին իրենց Փերքին համար եւ երկրորդ նշելու Մովսեսին ջամփով իրենց դրված օրենքները, իրենց հավատարմությունը վերանորոգելու եւ հաստատելու Մովսեսի օրենքին եւ Աստուծո տված օրենքին դիմաց։ Եվ երբ այդ բազմությունը Երուսաղեմ էր, հանգարց ավետարանի չգսե սաստիկ հով մլսվեցավ եւ առաքյալներուն վրա գրագե հրեղեն լեզուներ երևցան։ Այդ առաքյալները, որոնք հոմ փանդարգած էին իրենց վախին պատճառով, այդ հրեղեն լեզուները երբ իրենց վրա հանգչեցավ, Սուրբ Հոգին երբ իրենց վրա հանգչեցավ, դուրս ելան իրենց սենյակեն, նոր արարածներ, նոր ստեղծագործություն դարձան, զորացած Սուրբ Հոգիով, սկսան քարոզել եւ ոչ միայն քարոզել այն լեզուներով, որ Հոգին իրենց խոսիլ գուդար։ Եվ գսե ավետարանիչը բոլորը գզարմանային, որովհետև բոլորն ալ գիտեին, որ այդ մարդիկը գալիլեացիներ էին եւ գխոսեին սակայն իրենց սեփական դարբեր լեզուներով։ Այս է սիրելիներ Սուրբ Հոգին դոնը։ Հիսուս Քրիստոս նախքան երկինք համբարնալը իր աշակերտներուն ասավ, եւ մենք ալ Հիսուսի աշակերտներն ենք, այսօր մեզի վերսին գիշեցնե Հիսուս, որ ես պիտի երթամ, բայց ցեզի համար մխիթարիչ պիտի ղրգեմ։ Հիսուս Քրիստոս իր կյանքին մեջ ինք մխիթարիչ եղավ, մխիթարեց իր առաքյալները, զորացուց իր աշակերտները, առաջնորդեց իր աշակերտները եւ իր երթալեն իդ գսավ, ես երթամ, բայց նույն գործը պիտի կատարե Սուրբ Հոգին Աստված, որ եկեղեցին ավետարաններեն մեկնելով իր հավատացյալներուն կհիշեցնե, որ Սուրբ Հոգին է եկեղեցվո առաջնորդը,
Սուրբ Հոգին է այն Աստվածը, որ գարաչնորդ է, գուսուցանե, գզորացնե, գսորվեցնե։ Անոր համար սիրելիներ, այսօր պետք է անդրադառնանք եւ այսօրվնե սկսյալ ավելի դեղ դանք Սուրբ Հոգին մեր կյանքին ընթացքին։ Եթե Պողոս առաքյալին նամակները գարտակ, պիտի տեսնեք, որ առանց Սուրբ Հոգին փրկագործության մեր ծրագիրը եւ բարգեւը եւ շնորհքը չան փոխչանար։ Հոն իր նամակներում մեջ Պողոս առաքյալ կբացատրե, որ Հայրն Աստված մեր բոլորին փրկությունը ցանկաց։ Որդին Աստված էր, որ եկավ եւ գամավորաբար մեր փրկության համար իր անձը հանձնեց խաչին։ Բայց Պողոս առաքյալ գսե Սուրբ Հոգիով իրականացան այս բաները։ Ուրեմն Սուրբ Հոգին մեր փրկագործության մեջ կարևոր տեղ ունի։ Անոր համար մի դրդմեցնեք Աստուծո Սուրբ Հոգին։ Այսօրվա կյանքը շատ արիտներ գնձայ է մեզի դրդմեցնելու Աստուծո Սուրբ Հոգին։ Սակայն Աստուծո Սուրբ Հոգին գսպասե յուրաքանչյուրիս վերադարձը ամեն օր եւ ամեն վարյան։ Անոր համար ապաշխարությամբ քալենք, Աստուծմով քալենք, Աստվածաշունչով քալենք։ Եվ այսօր Սուրբ Հոգվոդոնին ես կթելադրեմ, որ ժամանակ ստեղծեք եւ գարտակ Քորձ Կարաքելոց գիրքը, Ավետարանի գիրքերեն Քորձ Արաքելոց գիրքը ծանոթանալու համար Սուրբ Հոգիին գործերուն։ Մեր եկեղեցվո հանգուցյալ սրբազաններեն Զարե սրբազանը ըսած է, որ Քորձ Կարաքելոց գիրքը Սուրբ Հոգիին գիրքն է, որովհետև հոն գտեսնեք ինչպես Սուրբ Հոգին գարաչնորդ է, գուսուցան է, գտելատրե եւ ուղղություն գուտա առաքյալներուն եւ Սուրբ Հոգին համար ինչպես երրորդության մույս թեմքերուն համար գսենք երեկ եւ այսօր նույնն են եւ հավիտյան նույն այդ Հոգին մեզալ գրնա առաջնորդել մեզալ գրնա իմաստությամբ զարգացնել ուղղել եւ առաջնորդել կյանքի մեջ եթե մենք լսենք մեր կյանքին մեջ Եգուր Սուրբ Հոգի մեզալ լեցուր քու ներկայությամբ եւ առաջնորդե մեզ կյանքի մեջ այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն